Զանձինս մեր Եվս խաղությանս Տեր աչես ու կնգագեց ոլև օրմյա Եվ արանդ մեզ և ընտամոտակիցս մեզ, առատապես զողորմություն և զգտություն, զիքես վայել է պարս իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս, ավիտենից ամեն։ Մեծացության դիմաստեր և ծնծասեոք իմաստով բրճամիմով, Այդ ծարավի վերախոնարության ավախտոյելու այս վետև իրանիցելից ամենայնաց, արարատից մեծամեծես հզորն և սուրբ է անոր նորա, Ողորմություն արարազգաց ազգես երկվածածյուրոց, առաջանություն բաստանյուրոց, սրճատ զամբատ տաբանությունը կացերտից իսակյատ և կացյատ զորոց կացորոց, Ոսանարը կացածություն չարամություն Պաշտպանյաց Իսրայելի ծառայի յուրով հիշելով զողորմություն յու, Որպես խոսեցավ հարցններն Աբրահամու և զավակի նորավիճան, Վարքոր և որդո և հոգույն ծերքով, Այժմ և միշտ ավիտյանը քարգելի ծանվեր, մեծացուցեր, անտիմստեր, և սրծասեր իմաստու զոպեչավի մոր, Անկարան ծաղիկ, անգատապաշարավիկ, վերաբուսյալ արմատուն Եսայա, Ըսկեզ Եսայաս կանխա վերագործյաց, յոտնարկյա աշխանորած, Ոտգույն ընտուն արան դոր աստվածածին երկույս, Ըսկեզ մեծացուցաներ, Ամեն աճաշակ մտգույն բանավորս բարունակ, Որ մեկը տեսավ մեզ ոսկույն, անսպար ուրախություն շտմեցելոց, Իր ճաշակման է ծարուն գիտությամբ, Սրբուհի անարատ ամեն եկյանս կես, մեծացուցաներ, Թահարկոտ և որդոտ և որդիսերքով, Այս մեկնիշ և արիցյան ծավիտենից ամեն, Քաղաքավարյալի մարմի անարատ վմարում, Այսօր առակելոցն ամփոքյալներին, Ակնարկությանս վերապոկեց է արկայություն որդոտով և աստուծոն մերով, Բարև խոստով խոստովանողացն, ըստ քեզ մեծացուցաներ։ Սիրկո է կարողություն և զորություն և փառք, ավիտյանս ամեն։ Խոստում է Եվս խաղությանս Տեր աչեսում, Ասած խաղության ամենայն աշխարհի և հաստատության սրբո եկեղեցվո, ըստ Տեր աչեսում, Վասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսատ, ըստ Տեր աչեսում, Վասն հայրատերին վերով յարն կայգիր սրբազնագույն կաթոլիկոսի կենաց և բրկության հոգ բոլորին, ըստ Տեր աչեսում,
Պատետած կանայից սարկավագած դպրած և ամենայն ուխտի մանկանց եկեղեցվով, ըստ Տերավաչեսու Ասնվարված թակավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորած գոցի, ըստ Տերավաչեսու Ասնվող ոզնանգուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատորի Քրիստոս մնջեցին, ըստ Տերավաչեսու Եվ ևս միաբանված են ճշմարիտ և սուրբ հավատույցներով, ըստ Տերավաչեսու Զանցինս մեր ևս միմյանս դյարն Աստուծո ամենակալին, հանձնարասու Ողորմյաց մեզ Տեր Աստված մերս մեծի ողորմության կում, Աստծուն ամենեքյան միաբանության, ողորմյան, մեր ողորմյան, Տեր ողորմյան Զիվողորմած և մարդասեր ես Աստված գոլով և կեզրայել ես հարցի խանություն և պատիկ այժմ և լիք և ավիտյանս հավիտենից ամեն Բարձրարեք ըստ Աստված մեր և երկիր պակեք, պատվանդանի ոտից նորազի սուրբ է, ընթերցվածս Պողոս Արաքյալի Եբրայեցիներին ուղված թղթից է։ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում, և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ, որ փողն էր հնչում, և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար, քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե թեկուզ և գազան մոտենա լեռանը կքարկոծվի, և այնպես ահազդու էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր. «Սարսափում եմ և դողում», բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, երկնքում գրված անդարանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության ասած արդարների հոգիներին և Հիսուսին, նոր ուխտի միջնորդին և նրա արյան հեղումին և ավելի խոսին է, որ քան արյունն Աբելի, զգույշ եղեք, չլինի թե հրաժարվեք նրանից, ով խոսում է, որովհետև եթե նրանք երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով չազատվեցին, որչափ ևս առավել չպիտի ազատվեն մենք, եթե թիկունք դարձնենք երկնքից խոսողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը, և մի անգամ էլ ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։ Հալելույա, հալելույա, դու մանուկ մարգարե բարձրելուն կովչեցիր, գնացես առաջիդ յառն պատրաստելս ճանապարհս նորա։ Հալելույա, օրհնի Երկյուղատությամբ լվարում Սրբովետարանից Հիսուսի Քրիստոսի, որ է ուկասու Ոսկում է Տերաններով Հիսուսի Քրիստոսի, Ատիչան Մարիամ հավուշտնայնոցի, գնացի լեռնակողմն Պուտապեսի կաղաքուդա, և իմուտ իտուն Զաքարյա, և ետ ողջուն Եղիսաբեթի, և եղեք իպրև լվավ, զողջույնն Մարիամ ու Եղիսաբեթ, խաղաց մանուկն օրովայնի նորա, և լծավ Եղիսաբեթ հովով սրբով, և իձայն բարձր ահայքյաց և ասե, օրհնյալ ես դու կանայս, և օրհնյալ է մտու օրովայնի քո, և ուստի ինձ այս Zi եկեստե մայրկյարն իմո արիր, zi ավասիկ իպեր եղև ձայն ողջունի, քո հականջստի, խաղար ծրծալով մանուկս հորովայնի իմում, և երանի, որ հավատայց է, եթե եղիչի կատարումն ասացելուն,
նման իտյարներ, և ասե Մարյամ, մեծացուցե անձնի մստեր, և ծնկացավ ոտքի մազված կրկիչի, զի հայեցավ ի խոնարություն, աղախնոյուրով, զի ահա հայսը մետե երանիցեն ինձ ամենայն ազգը, զի արած ինձ մեծամետը սզորը, և սուրտ է անուն նորա, և ողորմություն նորա ազգս երկու ածածիրով, հարար զորություն բազկավիրով, ծրյալ զամբարտավանս մտով, սրտից, յուրյաց, և կակյացը սզորս ատորոտ, և բարձացույցս խոնարս, Քաղցյալս Տիրից բարությամբ, ես մեծատունս արցակյացուն այնս, պաշտպանյաց Իսրայելի ծառայուրով, հիշելով զողորմություն յուր, որպես խոսեցավ արարծն մեր Աբրամու, և Զավակի նորավիտյան, եկած Մարյամ, առնմա, իբրև ամիսս երիս, և դարձավի տուն Եվ նա
դարձել մեզ միաբան միով հավատով և արդարությամբ հաստատելի գործս բարյով, զիզորմությանը շորսյուրած սեգրամեր, Տերն ամենակալ կեցուցե և ողորմեսի, ժամը սուրբ պատարակից և զարաշակավորեց խաղաղությամբ անցուցանել հավատով, իդյալներ ընտրեսում, ըսրեշտակ խաղաղությամբ բավանանձանցնելով, իդյալներ ընտրեսում, ըստավություն և ըստողություն անցանացնելով, իդյալներ ընտրեսում, Սրբով խաչի մեծ և կարով զորություն օգնություն անձանցնելով, իդյալներ ընտրեսում, և ևս միաբան բասն ճշմարիտ և սուրբ հավատություններով, ըստ Տեր աղաչեցում, Զանձինս մեր և զմինյանս Տյառն Աստծո ամենագալից, ազնարասում, ողորմյաց մեզ Տեր Աստված մեր ըստրեցի ողորմությանքում, ասասուկ ամենեքյան միաբանության, Որպեսի արժանավոր կերիցու գողության պարավորելս կեզ ընթոր և սուրբ ողքում, այժմ և իշտ և ավիճանս հավիտենից ամեն, խաղաղություն ամեն էսում, Աստուծո ամրացոս մեզ և աներյուղ պայա ամենայն չարե հավասարյաս մեզ են ճշմարիտ երկրպագուսքով որ կողքով և ճշմարտության կեզ երկիր պագանել վաշնձի ամենասուրբ երովիտանը վայրեք հարկ իշխանություն և պատիկ այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Օրհնյալ Տեր Աստված օրհնեցեք ամենեսյան Միրով երավայից միրով իդերավատից և միրով Մեր ձեզ
Եվս խաղությանս Տեր աղաչեցու, Եվս աղատով և սրբության կացու կաղոց առաջի սրբով սեղանիս աստուծոարի, մի խրճի և գայթակությամբ, մի նենգությամբ և խորամանկությամբ, մի պատրանով և խապեությամբ, մի երկմտությամբ և մի տերահավատությամբ, այգովին վարուկ բարձրատով միամիտ սրտիվ կատարյալ ալատով, լծյացիով լի և առավելյալ ամենայն գործով բարության, կացու կաղոց առաջի սրբով սեղանիս աստուծով և գրծուց զորմության շնորհ, հավուր այդության և մյուս անգամ կարծյան կյարնվերով և կրչին Հիսուսի Քրիստոսի, Եծուսե և ողորմեսի, Անձորում քեզ խոր մի անգամայն և ողբույթ սրբով, վայելեք հարկ իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյանս, ավիտենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Աստուծո Աստվածային երկու
Եվ գոհացարու ըստյարներ բոլորով Եվ համարձակապես կոչելով, ավաղակել ընթոսի և ասել,
իկավություն եւ ողջություն մեղան Քրիստոսի Աստուծո մերո երկիր պագաներ Առաջնորդացն մելոց և առաջին լուսավորչացն Սրբոս Պատեոսի և Բարտեոմիոսի առակերոցն և Գրիգորի լուսավորչին Արիստակեսի վրտանեսի Ուսկանի Գրիգորիոսի Ներսեցի Սահակա, Ռայելի և Խադա, Մեսրոպա Վարդապետին, և Գրիգորին Ալեկացվույն, և Ներսեցի Գլայեցվույն, Հովանու Որոտնեցվույն, և Գրիգորի և Մովսեսի Տատևացյա, և Սրբոս Գրիգորիսյան և Ներսիսյան, Հովատ և Ովետաց Հայասանյակ, Երիցի շատակի սուր պատարակ Սավաչել, Միազնացելով սրբով, առակինասեր և աստվածուսուր կրոնավորացն, Պողոսի Անտոնին, Պողա Մարգարա, Հոնոկրոսի Աբա Մարկոսի, Սրապյոնի Նեղոսի Արսենի և Արգի Պարսամա, Հովանեսյան և Սիմոնյան, Սրբոս Ոսկյան և Սուկյասյան, և ամենայն սրբոս դարձ և աշակերտներոս նոցին ընտիեզեր, Երիցի շատակի սուր պատարակ Սավաչել, Արգավորած հավատացելով, սրբոց աղարու Կոստանդյանոսի դրկատե և Թեոդոսի, և ամենայն շուր և բարեպաշտակավորած և աստվածասեր իշխանած, Երիցի շատակի սուր պատարակ Սավաչել, ամենայն հավատացելով, առանց և կանանց, ծերով և տղայով, և ամենայն չափասակի հավատով և սրբությամբ Քրիստոս ննջեցելով, Երիցի շատակի սուր պատարակ Պետր մեդիում սպատվածն հայրապետն ամենայն հայոց, ըստեր գարեգին, երկրորդ սրբազնագույն կաթողիկոսն, նաև ըսվիճակիս առաջնորդը, շնորհես ձեզ մեզ ընդերկայն ու ավուս ուղիղ վարդապետությամբ, հիշյա Տեր և զոքի ծառայսկով, ըստեր սեպու
archiepiscopos Ciurciani եւ Ողորմյան Վասմեցի ողորմության եւ հանգո այցելության վիդուս երեսած քո Հայևս հանրապետություն Հայաստան եւ Արցախ աշխարհացս եւ ժողովրդս հայոց զորացուցեր եւ պահպանեցես համայ ամասնթովանյավ ամենազորաչոքով իշինության իր խաղաղության եւ
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրինալ է հայտնությունը Քրիստոսի։ Այսօր 5-րդ օրն է Սուրբ Ծննդյան։ Այսօրվա ավետարանը հետևյալն է։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Եղիսաբեթի տունը եւ Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում։ Եվ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Եվ բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասի, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։ Եվ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառավորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծո, որովհետև նա իր հայացքը դարձրեց իմ աղախնի խոնարհության վրա, եւ ահա այսուհետև բոլոր սերունդներ ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը Սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է, նա իր բասկով զորություն ի գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին դիացրեց բարիքներով եւ մեծատուններին ձեռնունայն արձակեց, նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին Աբրահամին եւ նրա սերնդին Հավիտյանը։ Մարիամը գրոթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ եւ դարձավ իր տունը։ Այս հատվածն է, երբ նոր ավետիս առած Մարիամը Գաբրիել հրեշտակից իր հղացման ավետիս առած այցելեց Եղիսաբեթին, Հովհաննես Մկրտչի մորը, որ իր ազգականն էր եւ արդեն 6 ամսվա հղի էր։ Եվ Մարիամն իր փառաբանական խոսքում իր օրհներության մեջ ասում է, թե ինչերի արժանացրեց Աստված
իր միջոցով մեզ բոլորիս աշխարհին ինչի ասում է նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է նա իր վաստով զորություն գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից և բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով և մեծարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները։ Այս մեծամեծ խոստումներն արված և Աստված էս տալիս է նրանց, ովքեր իրենից երկու են կրում։ Բայց Պողոս Առաքյալն էլ այսօրվա իր եբրայեցիներին ուղղված տեպի հատվածում, որ ընթերցեցի, զգուշացնում է։ Ասում է նայեք, այդ բոլորի պիտի արժանանաք, եթե երես չթեքեք Աստծուց, եթե Աստծո վախվեք։ Ինչ է ասում Պողոս Առաքյալն, ասում է, դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում, նկատի ունի իր ուխտի, Սինա լեռը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, մարախուղով, խավարով և մթությամբ, երբ Իսրայելի ժողովուրդը մոտեցան Մովսեսի հետ միասին, որ Մովսես բարձրացավ Սինա լեռը, ուր փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար, քանի որ չէին դիվանում այն հրամանին, թե թեկուզ և գազան մոտենա լեռանը կքարկոծվի, և այնպես ահազդու էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր, սարսափում եմ և դողում։ Այս հիմնի մասին է խոսքը։ Երբ անապատում Սինա լեռան վրա Աստված հայտնվեց Մովսեսին և Իսրայելի ժողովրդին։ Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծո քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների հյուրավոր բանակներին, երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին և Հիսուսին նոր ուխտի միջնորդին և նրա արյան հեղումին, որ ավելի խոսում է, քան արյունը ավելի։ Ահա թե ինչ ամեջ շնորհել Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան և աշխարհգալով։ Զգույշ եղեք, չլինի թե հրաժարվեք նրանից, ով խոսում է, որովհետև եթե նրանք երկրի վրա Աստծո պատգամներ տվող Մովսեսին մերժելով չազատվեցին, որչափ ևս առավել չպիտի ազատվենք մենք, եթե թիկունք դարձնենք երկնքից խոսողին, որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ և իսկ այժմ այն երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այն խոստումն է անում և ասում, այս խոստումն է անում և ասում, մի անգամ էլ պիտի շարժվեն ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը։ Մի անգամ էլ ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոխվեն, որպեսզի անշարժ բաները հաստատում ունեն։ Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն, իրեն հաճելի ձևով ահով և դողով, քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է, ասում է Պողոս Առաքյալը, ասում է անշարժ բաները պիտի մնան անշարժ, շարժողները պիտի մնան։ Հիմա մեզ տրված է ամեն ինչը, Աստծո այս խոստումները, և Աստված իր ծննդյան այս ամեն ինչը շնորհեց մեզ Քրիստոս։ Մենք մնացել ենք սրա մեջ, թե պարգևենք շարժվող բաներին։
թե ավելի շարժող բաների վրա ենք մեր հույսը դրել, թե անշարժ բաների վրա։ Անշարժ, շարժող բաները պետք է անցնեն, այս երկիրը, այս երկինքը, այս աշխարհի փառքը, պատիվը, գանձը, հարստությունը, բայը, հաճույքը, սրանք սա այդ շարժող բաներն են, որ կանոնացի բաներ են։ Քրիստոսն եկավ, որ մեր կյանքը մարմնավորի, փոխվի հոգևորի։ Քրիստոս եկավ, որ մենք ապրենք մեր կյանքը, մեր աչքերը երկինք հառած։ Մենք մեր աչքերը երկինք կպած ենք ապրում, գլուխներս կախած ենք ապրում, օրագլուխ ենք ապրում։ Աստված մեզ ստեղծել է բարձրագլուխ, որ մենք միշտ մեր գլուխը, մեր հայացքը երկինք ուղղված ունենք, բայց մենք օրագլուխ ենք ապրում։ Եվ այս օրագլուխ վիճակից բարձրացնելու համար է, որ Քրիստոս ծնվեց աշխարհի մեջ։ Այս ընկած վիճակից կանգնեցնելու համար է, որ Քրիստոս ծնվեց աշխարհի մեջ։ Այսօր մենք կանգնել ենք, թե կանգնած չենք։ Պողոս Արաքյանն ասում է, մեր քաղաքականությունը երկինքն է։ Մենք պիտի պայքարենք երկինք հասնելու համար։ Մենք ամեն ինչ անենք երկինքի արքայության համար։ Եվ Քրիստոս սրա համար է ծնվել։ Քրիստոս չի ծնվել միայն նրա համար, որ մենք իրար ութոր ողջունենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի, երբ սեղանների շուրջ նստենք, տոնական ճաշեր կազմակերպենք Սուրբ Ծննդյան առիթով եւ դրանով վերջանա Սուրբ Ծննդյան առիթով։ Քրիստոս ծնվել է, որպեսզի մեր կյանքերը վերածնվեն, մենք սկսենք այլ կերպ մտածել, մենք սկսենք նյութից, մարմնից անցնել հոգուն, երկնավորին, անշարժ բաների մասին մտածել, ոչ թե շարժական։ Ես զգույշ եղեք, որ թիկուր չդարձնեք երկնքից խոսողին։ Մենք ինչքան ենք թիկուր դարձնում երկնքից խոսողին, Աստված ասում է, բայց մենք չենք լսում, որտեղ մենք կարծրացած ենք մեր վիճակի մեջ, որտեղ մենք հպարտացած ենք այս աշխարհի մեջ մեր ունեցածով, մեր շնորհքով, մեր խելքով, մեր գիտությամբ, մեր իմացությամբ, մեր գիտելիքով, մեր դիրքով, մեր փառքով, մեր պատվով, առանց հասկանալու, որ ինչ որ կա բարի բան, մեզանից չի, Աստծուց է։ Նաբուգոդոնոսորը նոսոր արտան մտածեց, որ իրանից է, եւ ինչ եղավ, չարաչար պատժվեց, մինչև խելքի եկավ, անասունի պես դարձավ, մինչև խելքի եկավ, եւ ասեց ամեն ինչ բարձրալից է։ Այդ Նաբուգոդոնոսորի մասին Աստվածաշունչն է պատմում, բայց մեր պատմությունն մեզ պատմում է Տրթակ թագավորի մասին, որ այդ նույնը տեղի ունեցավ, եւ որ չուզեց ճանաչել Աստծուն, հա, անասունի պես եղավ, խելքը կորցրեց, խոզի կերպարանք ընդունեց, մինչև հասկացավ, թե որտեղից է։ Զորությունը, իշխանությունը, փառքը, թագավորությունը, իմաստությունը, ճշմարտությունը։ Եվ այս բոլոր բաները մեր աչքի առաջ ունենալով, մենք նորից շարունակում ենք գետնաքարշավել։ Ոչ թե որպես երկնայիններ ապրել, այլ գետնաքարշավել, որպես երկրավորներ։ Այդ երկրավորների վարչաններ երկիրը պիտի ունի։ Երկնավորների վարչանները։ Քրիստոս դրա համար է ծնվել, որ մեզ երկրավորից դարձնի երկնավոր, որ մեզ ցույց տա, թե մենք ուր նայենք, ոչ թե այս աշխարհի իրողությունների մեջ փնտրենք մեր սրտի ուզածը, այլ երկնքում փնտրենք Աստծո կամքը, որ շատ ավելի բարի է, կատարյալ է, քան մեր սրտի ուզածը, որտեղ մեր սրտի ուզածը մեզ հաճախ տանում է փորձանման կորստի, Աստծո կամքն է, մեր լրտությունը, մեր կատարելությունը, երկիր դերը, ստա համար է ծնվել Քրիստոս, ուրիշ բանի համար չի ծնվել։ Քրիստոս
Երկու մեզ համարձակազայն բարբարով բանալս բերանս մեր կարդալս կեզ երկնավորնան երկնեն իվազնեն Oh
Աբական մազնու և արմեք յարուններով և մրկին Իսուսի Քրիստոսի ճաշակեցում սեպությամբ, որ ուշար ետնից վաշքի միջիմերում, սայքյան հույս արություն կավություն թողություն մեղավ, սաղմոս ասացեք կյարնաշտոցոմերով, սաղմոս ասացեք երկնավոր թագավորից մերում անմայի, որ նստի կարս քերով բեականս,
խոսքի